Համակրել ես այս հեղափոխության Չէ, սկզբանը։ չէ, դե Ահա։ միշտ բաններ, այդ ժողովրդի ոգևորությունը իհարկե համակրելի է, որ դու տեսնես, որ այդքան մարդ հրապարակում է ինչ որ մի իդեայի շուրջ, հա, բայց այդ պահից որ տեսնես ինչ է խոսվում այդ բանից, էլի, կար պահ, որ բացարձակ հիմարություն էր ասվում, բայց կար պահ, որ ինչ-որ հուսադրող բան էր ասվում, օրինակ ասում էր, որ դե մենք մասնագետ չենք, տնտեսագետ չենք, դրա համար Դարուն Աճեմօղլուն հեսա համաձայնվել է, հեսա գալիս է, իրան կբերենք, ինքը բան կանի, բայց դա բարձվեց, այն ինչ որ ողջամտության հատիկներ էին այն ասվածում, դրանք ուղղակի շատ ակնհայտ ստեր էին, իսկ մնացածը հա շատ այդպես բաներ էլի, մտահոգիչ էր ինչ էր խոսվում եւ ինչ էր բանում, հա, դες Սերժ Թանկյանը բոլորիս համար այդպես լավ պուպուշ sense կերպար էր, որ ինքը հելավ եկավ, հավես էր այդ պահը, բայց հետո մենք հասկացանք, որ ինքը այդպես շատ աղոտ էր պատկերացնում ինչա լինելու, էլի, ինքը այդպես ոչինչով ավելի լավ գիտակ չէր քաղաքական process-ներ, քան մենք եւ Իհարկե, գուցե բնականաբար։ շատ ավելի մակերեսային գիտելիքներ ուներ եւ չէր պատկերացնում process-ները։ Եվ դրա համար հիմա չի խոսում, եթե նկատել եք։ Այսինքն այդ բաները բայց մի անգամից էլի այդ Ռոբերտ Աբաջյանի fake papi բան ինչ որ այս բաները որ իրանք են առաջի զանգակներն էին էլի որ դի բաննի, բայց հա ժողովրդի ոգևորությունը երբեմն տենց շատ հավես բաներով որ սարից դες գրուզավիկով ձյուն ենք բերել, երբեմն շատ են անասուն դրա դրսևորումներով որ միջև գիշերվա 3-ը սիգնալ էին տալիս, բայց մեկը դրա մեջ ինչ-որ միասնություն էր դու տեսնում, որը լավ էր, բայց պարզվեց սխալ բաների շուրջ էր, ոչ չհասկանալու շուրջ էր եւ չուզենալու հասկանալ եւ ինչը վերեց այն հետնից չանցել այդ փուլը։ Հիմա բնակչության 70%-ը մեծ ջանք է գործադրում, որ ոչինչից տեղյակ չլինի։ Ուրեմն հրաշալի ստացվում է, ամոր ինքը ընտրությունների էլ չի գնում, գուցե ինչ որտեղ փառք Աստծո, բայց իրականում չէ, որովհետեւ այդ չգնալը միայն Գիտենք ինչի է բերում։ մաթեմատիկորեն գնում է միշտ իշխանության օգտին եւ այլն ու նաեւ կոտրվել է ժողովուրդը այն առումով որ առնվազն մի քանի սերունդ էլ պետքա որ ինչ-որ ասես մի հատ վերելքի ոգի լինի այս ժողովրդի մեջ, որովհետեւ սաղ տես խափնվել են էլի մեծ հաշվով։ Մեծ հաշվով եթե ինչ-որ մեկը կոնկրետ ուղիղ պաշտոն կամ անձամբ կամ իր բարեկամով չի ստացել, հաստատ ինքը մտքի խորքում, որ ինքը Արցախը Թուրքին հանձնելու համար չէր այդ օրը հրապարակ գնացել, այդ չէր իր նպատակը։